Անգելի գործընկերներ, ես Ունեի Եղազարյանն եմ, Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի տնօրենը եւ սիրով ողջունում եմ ձեզ եւ ներկայացնում ACP Grant Round-ի հերթական հանդիպումը նվիրված օպտոմետրիայի։ Այս հանդիպումը կազմակերպել են Հայկական ակնաբուժության նախագիծը, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ակնաբուժական ամբիոնը եւ օպտոմետրիայի հայկական ասոցիացիան։ Սիրով ներկայացնում են ձեզ մեր հյուրերին, Հայաստանյան կողմը ներկայացնում է բժիշկ Ռուզաննա Մելիքյանը, օպտոմետրիայի հայկական ասոցիացիայի հիմնադիրն է եւ Look Optics ընկերության տնօրեն, ակնաբույժ օպտոմետրիստ։ Ամերիկյան կողմը, ինչպես միշտ եւ շատ մեծ հաճույքով ձեզ ներկայացնում եմ Ջոն Հովհաննիսյանին, ով բժիշկ է, վերաբուժների ամերիկյան կոլեգիայի անդամ, Հարվարդի ակնաբուժների ասոցիացիայի նախագահ, Լագունա Բիչ, Կալիֆոռնիայից, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլստայնի անվան աչքի ինստիտուտի կլինիկական դասախոս, Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ եւ տնօրենների խորհրդի փոխնախագահ, Հայկական ակնաբուժության նախագծի ամերիկյան գրասենյակի մասնախոսքը։ Մեր մենտորներից, մեր դասախոսներից է նաև բժիշկ Թամարա Պետրոսյանը, ով Ամերիկայի Միացյալ Նահանգներից է, նա օպտոմետրիստ է, Նյու Յորքի Պետական Համալսարանի օպտոմետրիայի բարձրագույն դպրոցի կլինիկական դոցենտ է եւ Նյու Յորքի Health and Hospitals առողջապահական ծրագրի կլինիկական դոցենտ։ Ուզում եմ տեղեկացնել, որ մենք բժիշկ Թամարա Պետրոսյանի հետ մի ամբողջ հուլիսը շատ ինտենսիվ աշխատել ենք Հայաստանում, կրթական եւ հետազոտական հետաքրքիր աշխատանք ենք կատարել, ինչի համար եւ շատ շնորհակալ ենք իրեն, շնորհակալություն Թամարա։ Այսօր Թամարայի այցի ավարտին անցկացնում ենք մեր կրթական քննարկումը, որը վստահ եմ շատ հետաքրքիր կլինի եւ օգտակար ձեզ համար։ Սիրով խոսքը փոխանցում եմ բժիշկ Ռուզաննա Մելիքյանին, ով կներկայացնի նաեւ կլինիկական արձինատռներին եւ թեման։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, բարի երեկո հարգելի գոլեգաներ, սիրով ողջունում եմ մեր այսօրվա առցանց հանդիպմանը նվիրված օպտոմետրիային, շնորհակալություն եմ հայտնում, որ միացել եք մեզ եւ ձեր ժամանակն եք տրամադրում մասնագիտական գիտելիքների փոխանակման եւ շարունակական զարգացմանը։ Այսօր ողջունում եմ նաեւ մեծ սիրով մեր հյուրին Թամարա Պետրոսյանին եւ մեզ համար մեծ պատիվ է, որ նա այսօր մեզ հետ է եւ պատրաստ է կիսվել իր մասնագիտական փորձով, գիտելիքներով եւ արժեքավոր խորհուրդներով։ Մեր մասնագիտությունը զարգանում է Հայաստանում եւ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ոչ միայն ծանոթանալ նորագույն մոտեցումներին, այլև ամրապնդել միջազգային մասնագիտական համագործակցությունը եւ միասին նպաստել օպտոմետրիայի առաջընթացին։ Այսօր կներկայացվեն հետեւյալ զեկույցները։ Առաջինը չոր աչքի համախտանիշը եւ ռեֆրակցիոն խանգարումները, որը կներկայացնի առաջին տարվա կլինիկական օրդինատոր Անի Հայրապետյանը, եւ երկրորդ թեման մուլտիֆոկալ թե մոնովիժն եղանակը պրեսբիոպիայի կորեկցիայի ժամանակ զեկույցը կներկայացնի Անժելա Շահբազյանը։ Մինչ զեկույցների ներկայացնելը իրենք կկարդան նախատեստը նվիրված տվյալ թեմաների։ Խնդրեմ Անի։ Հարց առաջին։ Ավտորեֆրակտոմետրիայի վերաբերյալ, որ պնդումն է ճիշտ չոր աչքով պացիենտների դեպքում, այն միշտ ճշգրիտ է, արդյունքային թաղանթի անկայունությունը կարող է նվազեցնել չափումների հուսալիությունը, այն ամբողջությամբ փոխարինում է սուբյեկտիվ ռեֆրակցիան եւ չոր աչքը չի ազդում չափումների վրա։ Հարց 2. Մոնովիժն շտկման դեպքում երկու աչքերն էլ շտկվում են հեռավոր տեսողության համար, երկու աչքերն էլ շտկվում են մոտ տեսողության համար, մեկ աչքը շտկվում է հեռավոր, իսկ մյուսը մոտ տեսողության համար, միշտ անհրաժեշտ է օգտագործել պրոգրեսիվ ակնոցներ։ Մոնովիժնի համեմատ մուլտիֆոկալ կոնտակտային լինզաները սովորաբար ապահովում են ավելի լավ բինոկուլյար տեսողություն եւ ստերեոտեսողություն, ավելի լավ կոնտրաստային զգայունություն բոլոր պացիենտների մոտ, հարմարեցման, ադապտացիայի անհրաժեշտություն չեն պահանջում, ապահովում են միայն հեռավոր տեսողություն։ Որ պացիենտն է ավելի հավանական, որ ավելի մեծ օգուտ կստանա մուլտիֆոկալ կոնտակտային լինզաներից, քան մոնովիժնից։ Պացիենտ, որի առօրյա գործունեության համար անհրաժեշտ է բարձր մակարդակի ստերեո տեսողություն, պացիենտ, որը ունի միայն մեկ ֆունկցիոնալ աչք, պացիենտ, որը չի ցանկանում ունենալ բինոկուլյար տեսողություն, պացիենտ, որն ունի արտահայտված կատարակտ։
Չբուժված չոր աչքով պացիենտների մոտ ռեֆրակցիայի որ փոփոխությունն է առավել հաճախ հանդիպում։ Կայուն եւ կրկնելի ռեֆրակցիա, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ ռեֆրակցիայի տատանումներ, միայն պրոգրեսիվ հիպերմետրոպիա, տիպ ակոմոդացիայի լիակատար կորուստ։ Խնդրեմ հիմա կներկայացնի Անի Հայրապետյանը առաջին զեկույցը, նորից եմ կրկնում չոր աչքի համախտանիշը եւ ռեֆրակցիոն խանգարումները։ Խնդրեմ Անի։ Չոր աչքի համախտանիշը պարզապես արդյունքի քիչ քանակությունը չէ, այն իրենից ներկայացնում է բազմագործոնային քրոնիկ հիվանդություն, որը ախտահարում է աչքի առաջային հատվածը։ Արդյունքային թաղանթը իրենից հանդիսանում է աչքի ամենաառաջին եւ ամենաուժեղ բեկող միջավայրը, չնայած նրան, որ հիմնական թաղանթը հանդիսանում է եղջերաթաղանթը, բայց առանց արդյունքային շերտի առկայության հստակ եւ ավելի լավ տեսանելի պատկեր հնարավոր չէ ունենալ։ Չոր աչքի համախտանիշի պաթոգենեզում տարբերում ենք երկու հիմնական ախտաձգման կետեր։ Առաջինը դա արդյունքի արտադրման խանգարումն է, կայունության խանգարումն է, եւ երկրորդը դա քրոնիկական բորբոքման ցիկլի ակտիվացումն է։ Մենք տարբերում ենք 4 հիմնական առանցքային ախտաձգման մակարդակ մեխանիզմներ։ Առաջինը դա արդյունքային թաղանթի հիպերօսմոլյարությունն է։ Հիպերօսմոլյարության պատճառները երկուսն են։ Առաջինը, որ արդյունքը արագ գոլորշիանում է, եւ երկրորդը, որ արդյունքագեղձերի կողմից ուղղակի քիչ քանակությամբ է արտադրվում։ Երկրորդ մեխանիզմը դա իմուն բորբոքային ցիկլի ակտիվացումն է։ Բորբոքման հետևանքով, վնասման հետևանքով արտադրվում են բորբոքային միջնորդանյութեր, օրինակ ինտերլեյկին 1, 6, TNF, ալֆա, MMP9, որոնք իրենց հերթին ակտիվացնում են T լիմֆոցիտներին եւ դրդում նրանց հոսքը դեպի աչքի արտաքին մակերես, եւ դրա հետևանքով ունենում ենք բաժակաձև բջիջների ֆունկցիայի խանգարում, որի հետևանքով նվազում է մուցինի քանակությունը։ Երրորդը դա մեյբոմյան գեղձերի դիսֆունկցիան է, որի հետևանքով մենք ունենում ենք մեյբոմյան գեղձերի ծորանների խցանում եւ հետեւաբար փոփոխվում է լիպիդի քանակը եւ որակը, իսկ լիպիդի ցածր պարունակության պայմաններում մենք ունենում ենք արդյունքի արագ գոլորշիացում եւ ամենակարևորը, որ բորբոքման պարբերական ընթացքի դեպքում վնասում են եղջերաթաղանթի զգացող նյարդային վերջույթները եւ դրա հետևանքով նվազում է զգայունությունը եւ զգայունության նվազման հետևանքով մենք ունենում ենք թարթման ռեֆլեքսի փոփոխություն, թարթումը ավելի քիչ է կատարվում եւ հետեւաբար փոխվում է նաեւ արդյունքարտադրման ռեֆլեքսը։ Ինչու է արդյունքային թաղանթը հանդիսանում ամենաուժեղ բեկող միջավայրը, քանի որ լույսի ճառագայթը մինչ բեկվելը անցնում է երկու տարբեր միջավայրերով եւ բեկվում, մեծ է այդ բեկման ցուցիչների տարբերությունը, այնքան ավելի ուժեղ է բեկվում լույսի ճառագայթը։ Այս դեպքում մենք ունենք օդից անցում դեպի աչք եւ հենց սահմանը օդից արդյունքային թաղանթի հատվածում է, որը հանդիսանում է հենց ամենամեծ ռեֆրակցիոն թռիչքը։ Արդյունքային թաղանթի բեկման ուժը կազմում է 43 դիոպտրիա։ Ուրեմն արդյունքային թաղանթը ունի ռեֆրակտիվ կարևոր ֆունկցիաներ, որոնցից առաջինը դա միկրոանհարթությունների հարթեցումն է, քանի որ եղջերաթաղանթի էպիթելիալ բջիջների մակերես ամբողջությամբ ողորկ չէ, ունի միկրոցցվածքներ, եւ երբ որ լույսի ճառագայթը կապնում է այդ չոր մակերևույթին եւ բեկվում է տարբեր ուղղություններով, իսկ արդյունքային թաղանթը ուղղակի լցնում է այդ միկրոանհարթությունները եւ կանխում է տարբեր անկյուններով բեկումը։ Երկրորդը տեսողության սրության ապահովումն է։ Յուրաքանչյուր թարթումից հետո արդյունքային թաղանթը ավելի կայունանում է եւ ապահովում է ավելի հարթ եւ թափանցիկ օպտիկական միջավայր, եւ երրորդը աբերացիաների շտկումն է։ Արդյունքային թաղանթը ավելի շատ նվազեցնում է բարձր կարգի օպտիկական աբերացիաների, իսկ արդյունքային թաղանթի վնասման պայմաններում դիտվում է մշուշոտ տեսողություն, լույսի աղբյուրին նայելիս նկատվում են տարբեր հատվածներում ճառագայթներ։ Եվ որպեսզի արդյունքային թաղանթը կարողանա կատարել իր 3 հիմնական օպտիկական գործառույթները, պետք է որ նա լինի արդյունքային թաղանթը լինի շատ կայուն, իսկ կայունությունը ապահովում է իր եռաշերտ կառուցվածք։ Արտաքին թաղանթը լիպիդային թաղանթն է, որը
կանխում է արդյունքի գոլորշիացումը եւ ապահովում հարթությունը մակերևույթի, երկրորդ թաղանթը ջրային թաղանթն է, որը ապահովում է թափանցիկությունը եւ օպտիկական ողորկ միջավայրը, եւ երրորդը մուցինային թաղանթն է, որը կապում է ջուրը հիդրոֆոբ էպիթելին եւ կանխում է թաղանթի պատռումը։ Եվ ուրեմն աչքի չորության եւ այս ֆունկցիաների ու ռեֆրակցիայի միջև ռեֆրակցիոն խնդիրները իրար զուգահեռ են գնում, ինչպես աչքի չորությունը կարող է բերել ռեֆրակցիոն խնդիրների, նույն կերպ էլ ռեֆրակցիոն խնդիրների շտկումը, օրինակ մեզ հայտնի կոնտակտային ոսպնյակների կրումը կամ լազերային միջամտությունները մեխանիկորեն կարող են առաջացնել չորություն, եւ այս պայմաններում մենք ունենում ենք յուրահատուկ արատավոր շղթա։ Ինչպես ենք ախտորոշման համար ունենք ինվազիվ եւ ոչ ինվազիվ մեթոդներ։ Ոչ ինվազիվ մեթոդներից ներկայացնում եմ մենիսկի բարձրության որոշումը, որը կատարվել է հենց հետագայում շտով կներկայացնեմ կլինիկական դեպք բուժառուի ստուգման ընթացքում։ Ոնց ենք որոշում մենիսկի բարձրությունը, կատարվում է բիոմիկրոսկոպի օգնությամբ ուղղահայաց ջերքի միջոցով չափում ենք ստորին կոպի վերին եզրից մինչև մենիսկի վերին հատվածի բարձրությունը, նորմայում այն պետք է լինի մեծ 0.2 մմ-ից, նաև ոչ ինվազիվ մեթոդը իրենց ներկայացնում մեյբոգրաֆիան, մեյբոգրաֆիան էլ ուրեմն ինֆրակարմիր լույսով նկարում է կատարվում, մենք ուշադրություն ենք դարձնում մեյբոմյան գեղձերի կառուցվածքին, ատրոֆիաների առկայությանը եւ ծորանների խցանմանը։ Իսկ ինվազիվ մեթոդներից է tear breakup time-ի որոշումը, որը նույնպես կատարվել է բուժառուի ստուգման ընթացքում։ Ընդհանրապես ինվազիվ մեթոդները իրենցից ներկայացնում են մեթոդներ, որոնք անմիջականորեն հպում կապ են ունենում ակնագնդի մակերևույթի հետ կամ տեղի է ունենում ներկանյութերի ներմուծում կամ նմուշառում։ Այս դեպքում օգտագործում ենք ֆլյուորեսցեին ներկանյութը եւ ֆլյուորեսցենով ներկում ենք եղջերաթաղանթի վնասված էպիթելիալ բջիջները եւ մեզ համար այս բանը կարեւոր է ուշադրություն դարձնել ժամանակին, թե երբ է ներկում ամենաառաջին վնասված էպիթելիալ բջիջը։ Ուրեմն պացիենտի դեպքում ունեցել ենք 5 վայրկյան տևողությամբ, եթե մինչև 5 վայրկյան է, դա խոսում է բացասական արդյունքի մասին, եթե մինչև 10 խոսում է դրական արդյունքի մասին։ Հաջորդը շիղմերի տեսն է, որը կատարվում է թղթե երիզի միջոցով, թղթե երիզը տեղադրվում է ստորին կոպի կոնյուկտիվալ բարկում եւ 5 րոպեի ընթացքում մենք որոշում ենք, թե որքան է կազմում միլիմետրով թրջված հատվածի երկարությունը, նորմայում պետք է լինի 10-ից 30 մմ եւ մեր բուժառուի դեպքում եղել է նորմայի սահմաններում։ Ինչպես է չորությունը բերում ռեֆրակցիոն խանգարումների, այստեղ կան մի քանի կարևոր կետեր։ Չորության դեպքում ուրեմն ունենում ենք տատանողական փոփոխական տեսողություն եւ դա պայմանավորված է նրանով, որ թարթելիս վայրկյանական ունենում ենք տեսողության հստակեցում, պատկերի հստակեցում, բայց քանի որ ունենք չորություն, արագ տեղի է ունենում արդյունքի գոլորշիացում եւ նույն վերականգնում ենք հին անհարթ մակերևույթը եւ դա բերում է լույսի ճառագայթի տարբեր անկյուններով բեկման եւ հետեւաբար մշուշոտ պատկերի, ունենում ենք հոգնածություն աչքերի, աստենոպիա, ունենում ենք ակոմոդացիայի լարում։ Ակոմոդացիայի լարումը կատարվում է այն պայմաններում, երբ բուժառուն փորձում է հստակեցնել պատկերը եւ դրա համար ուղեղը ազդակ է ուղարկում թարչավոր մարմնին եւ վերջինս պետք է կառավարի ոսպնյակի կորությունը, բայց եւ դա կատարվում է, բայց քանի որ խնդիրը ոչ թե ոսպնյակի հետ է, այլ արցունքային թաղանթի, այս դեպքում մենք ունենում ենք պարբերական անընդհատ ոսպնյակի գերլարում եւ արդյունքում ունենում ենք ակոմոդացիոն աստենոպիա եւ նույնպես մեկ անգամ կրկնեմ նաեւ թարթման ռեֆլեքսի հաճախացումը, որովհետեւ սա շատ կարեւոր է անընդհատ թարթելու ընթացքում, քանի որ բուժառուն հասկանում է, որ թարթելուց հետո նրա տեսողությունը զգալի լավանում է, փորձում է այդ ռեֆլեքսը անդադար կրկնել եւ ունենում է կոպերի մկանները հոգնում է։ Եվ նայեք հակառակ ասպեկտը, թե ոնց են ռեֆրակցիոն խնդիրները բերում չորության նոցի ընտրման դեպքում, այստեղ ունենք սխալ դիոպտրիաների ընտրման վտանգ, քանի որ ունենք չոր աչք, այդ դեպքում ավտորեֆրակտոմետրից անցած ճառագայթներս բեկվում են տարբեր ուղղություններով
ինֆորմացիաներով եւ բնականաբար մենք սխալ տվյալներ ենք ստանում եւ հնարավոր է ստանանք աստիգմատիզմի տվյալ, հնարավոր է ստանանք ավելի բարձր կարճատեսություն, որը իրականում չունենք, իսկ սուբյեկտիվ ռեֆրակցիայի ժամանակ մենք որոշում ենք աստիգմատիզմի տվյալը քրոս-ցիլինդրի միջոցով, որոշում ենք վերջնական սֆերիկ կետը եւ երկու դեպքում էլ սխալ պատասխանի ստացման հնարավորություն բավական բարձր է, որտեղ մեր բուժարուն չի կողմնորոշվում, թե որ տվյալով ակնոցներ նրան ավելի հարմար։ Մեր բուժարուն 52 տարեկան տղամարդ է, որը դիմել է հետևյալ գանգատներով, գանգատվում է հեռվի վատ տեսողությունից, որը ավելի շատ դիտվում է երեկոյան ժամերին, էկրանների հետ աշխատանքից հետո մոտ տարածության համար գանգատներ չի նշում, բայց նշում է, որ փոքր տարիքում ունեցել է ցածր աստիճանի կարճատեսություն, բայց դրա համար երբեք ակնոց չի գրել, գանգատվում է աչքերի կարմրությունից, օտար մարմնի զգացողությունից, դիտվում փոքր-ինչ լուսավախություն, բայց արտահայտված ցավային համախտանիշ չի նշում։ Օբյեկտիվ ռեֆրակցիայով մենք ունենք աջ աչքում սֆերա -1 ցիլինդր -1.25 ցիլինդր -0.75-170 աքսիսով, իսկ ձախ աչքում ունենք սֆերա -1 ցիլինդր -1 165 աքսիսով։ Սուբյեկտիվ ռեֆրակցիայի դեպքում երկու աչքի համար ստացել ենք սֆերա -1 ցիլինդր -0.75 170 աքսիսով։ Ինչ ենք տեսնում բիոմիկրոսկոպով։ Բիոմիկրոսկոպով կոպ եզրերը այտուցված են, անհարթ են, դիտվում է մեյբոմյան գեղձերի, ծորանների տեղ-տեղ խցանում, ուշադրություն է գրավում լավ արտահայտված լիմբալ ինյեկցիան եւ մենիսկի բարձրությունը, որը տեղ-տեղ ընդհատվում է, ունենք ցածր բարձրություն, որը տեղ-տեղ ընդհատվում է, եղջերաթաղանթը փայլուն, թափանցիկ, առաջային սեգմենտը թափանցիկ է, իսկ երկու աչքի ակնահատակը գնահատվում է նորմալ։ Ինչպես նշեցի, ստուգման մեթոդներից մենք կիրառել ենք tear breakup time-ի որոշումը, որը եղել է 5 վայրկյան տևողությամբ, կատարվել է շիղմերի տեստը, որը գնահատվել է նորմալ, եւ մենիսկի բարձրությունը, որը ցածր էր եւ տեղ-տեղ ընդհատվում էր։ Ոնց ենք ինչ բուժում ենք առաջարկել բուժարուին, խոնավեցնող կաթիլներ, որը պետք է կաթացվի 1-2 կաթիլից 4-ից 6 անգամ եւ քսուկ, որը պետք է կիրառել գիշերը, նշանակվել է կոպերի հիգիենա, երեկոյան ժամերին տաք թռչոցների կիրառում, խորհուրդ է տրվել կրճատել էկրանային ժամանակը եւ զերծ մնալ չոր եւ ծխախոտի ծխի խիտ պարունակությամբ միջավայրերից եւ բուժարուն ներկայացել է 3 շաբաթ անց արդեն առաջին հայացքից զգալի գանգատների թեթևացում է նկատվել, օբյեկտիվ ռեֆրակցիայի տվյալները նույնն են եղել, սուբյեկտիվ ռեֆրակցիայով ունենք աջ աչքում սֆերա -1 ցիլինդր -0.25 170 աքսիսով, ձախ աչքում սֆերա -1 ցիլինդր 0.5 165 աքսիսով, բինոկուլյար բալանսով աջ աչքում ունենք սֆերա -1 ցիլինդր -0.25 170 աքսիսով, ձախ աչքում սֆերա -0.75 ցիլինդր -0.5 165 աքսիսով եւ ադիտացիան +1.5 դիոպտրիա։ Կրկնել ենք tear breakup time-ի որոշումը, այս անգամ ունենք 9 վայրկյան տևողություն, բիոմիկրոսկոպով նկատում ենք լիմբալ ինյեկցիայի զգալի նվազում, նկատում ենք, որ կոպ եզրերը բավականին հարթ են, մենիսկը բավականին հարթ է, բարձրությունը արդեն ավելի մոտ նորմային եւ կատարում ենք արդեն փորձնական շրջանակով եւ փորձնական կոնտակտային ոսպնյակներով կորեկցիան։ Պացիենտի դեպքում վերջնական արդյունքում որոշվեց նշանակվել հեռվի ակնոց, աջ աչքի համար սֆերա -1, ձախ աչքի համար սֆերա -0.75, տեսնում ենք, որ առանց ցիլինդրի նշանակվել է այս տարբերակը, որովհետեւ սա բուժարուին ավելի հարմար տարբերակ է եւ բուժարուին խորհուրդ է տրվել շարունակել խոնավեցնող թերապիան եւ կոպերի հիգիենան։ Եվ շնորհակալություն բոլորին։ Շնորհակալություն Անի։ Շատ լավ աշխատանք եք արել, անցնելով բոլոր նշանների, ախտանշանների վրայով, ինչպես նայով այս ինֆորմացիան շատ լավ եք ներկայացրել, շնորհակալություն։ Կան մի շարք կետեր, որ կցանկանայի, որ դուք ուշադրություն դարձնեիք։ Ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում են դեպքերը, երբ
կլինիկայում տեսնում ենք պացիենտների, որ ունենք շատ ծանր չոր աչքի սինդրոմ սկսած մակաբուժական դեպքերից մինչև ավելի տարեց պացիենտները, ու մենք շատ հաճախ ընդհատում ենք այդ ռեֆրակցիան ստուգելու գործընթացը եւ ասում ենք պացիենտներին, որ ձեր աչքը այնքան չոր է, որ մենք չենք կարող ձեզ ոչ մի ակնոց կամ ոչ այլ միջոց նշանակել, որովհետեւ նախ պետք է այդ չորության խնդիրը լուծենք, մինչև կարողանանք առաջ անցնել։ Այստեղ եւ կոնտակտային լենսաների պարագայում եւ ակնոցների պարագայում սա լինում եւ նաեւ վիրահատական բուժման պարագայում ու նաեւ կատարակտի վիրահատության ժամանակ սա խնդիր է, որովհետեւ եթե օսմոլարությունը վատն է եւ կատարակտի եւ ռեֆրակտիվ վիրաբուժության պարագայում իրենց ուրեմն ռեֆրակտիվ տվյալները շատ փոփոխական տատանողական են լինելու եւ այսինքն դուք արդեն պետք է դժվարություն կունենաք որոշելու թե կոնկրետ ինչ չափի պետք է այդ վիրաբուժական միջամտությունը լինի։ Ես առաջարկում եմ, որ շուրտակոպը որպեսզի տեսնեք այնտեղ ալերգիկ ռեակցիա կա թե չկա, որովհետև դա հաճախ է համակցվում չոր աչքի կոմպոնենտի հետ ու այդ դեպքում հակահիստամինային կամ պարաբջիջների ստաբիլիզատորներ կարող են ցուցված լինել ու նաև հաճախ տեսնում ենք դեմոդեքսի հետ կապված այդ խնդիրը թարթիչների մոտ ու միգուցե այդտեղ պարզապես տեսնեք այնտեղ դեմոդեքսի խնդիր կա թե չէ կոպերի վրա, որովհետև դա նույնպես այն խնդիրն է, որը մեզ հետաքրքրում է, բայց հիմնական միջոց հասկանալու համար թե արդյոք չոր աչք խնդիրներ առաջացնում ռեֆրակտի առումով թե ոչ, արհեստական արդյունքի մի փոքր շշիկ ունենաք ձեր գրպանում, մի կաթիլ կաթացնում եք ու տեսնում եք այդ մարդու տեսողությունը այդ պահին զննման ժամանակ բարելավում է, փոխում է թե ոչ ու արդեն կարող եք հասկանալ, որ արդեն այս պացիենտը ունի չոր աչք, որը ռեֆրակցիայի խնդիրին է բերում թե ոչ։ Սա շատ հաճախ հանդիպող խնդիր է ու սա մի բան է, որից շատ բան կախված է լինելու ու ռեֆրակցիայի հետ կապված շատ բանի վրա է հասնելու։ Լավ պրեզենտացիա էր եւ շնորհակալություն դոկտոր Պետրոսյան ձեր ներդրման համար Հայաստանում օպտոմետրիայի զարգացման առումով սա շատ կարեւոր է երկրի համար, երկրի հետագա զարգացման համար։ Մենք միշտ մտածում ենք, որ չոր աչքը դա մի գրգռող խնդիր է եւ այդ պացիենտներն էլ պարզապես գրգռող ջղայնացնող պացիենտներ են, բայց պետք է հաշվի առնենք, որ սա լուրջ հիվանդություն է, որովհետեւ եթե դա չենք բուժում, այն առաջ է գնում եւ վաղ միջամտությունը կարող է կանխել այնպիսի բարդություն, ինչպիսին է ընդհուպ մինչև տեսողության կորուստը։ Սա լավ պրեզենտացիա էր եւ մեր կոլեգաների կողմից կատարած շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիմա Անժելա Շահբազյանը կներկայացնի երկրորդ զեկույցը նվիրված կրկնեմ մուլտիֆոկալ թե monovision եղանակը պրեսբիոպիայի շփման համար։ Երեկո բոլորին։ Նախ սկսենք ինչ է պրեսբիոպիան։ Պրեսբիոպիան աչքի ակոմոդացիոն ունակության տարիքային անկումն է, որը արտահայտվում է մոտի տեսողության վատացմամբ եւ ախտանշանային դառնում է 40 տարեկանից սկսված։ Մեր այսօրվա կլինիկական դեպքում առավել մանրամասն կներկայացնենք պրեսբիոպիայի ընթացքը եւ կորեկցման առանձնահատկությունները, հատկապես կարճատես աչքի դեպքում։ Միոպիկ աչքում հեռավոր պատկերների ֆոկուսավորումը իրականացվում է ցանցաթաղանթի առջևում, միևնույն ժամանակ մոտ առարկաներ դիտելիս ավելի քիչ քանակով ակոմոդացիա է պահանջվում աչքի համար, քան օրինակ էմետրոպ աչքի համար, եւ տարիքին զուգընթաց պրեսբիոպիայի աչին ակոմոդացիայի անկման զուգընթաց հեռվի տեսողությունը միևնույն է առանց կորեկցիայի մնում է մշուշոտ, մոտի տեսողությունը համեմատաբար պահպանվում է եւ այս պահպանվածությունը ավելի շատ պայմանավորված է կարճատեսության աստիճանով։ Օրինակ -1.5 միոպիա ունեցող բուժառուն շատ հանգիստ կարողանում է մոտի տեսողությունը ապահովել առանց իր հեռվի կորեկցիայի 67 սենտիմետր աշխատանքային հեռավորության պայմաններում եւ սա երբեմն նույնիսկ անվանում են կարճատեսային առավելություն։ Ուրեմն կարճատես աչքի
Պրեսբիոպիայի շտկումը նպատակ ունի ապահովել հստակ հեռվի տեսողություն, ապահովել հարմարավետ մոտի տեսողություն, որպեսզի բուժառուին պահանջվի ավելի քիչ քանակությամբ ակնոցների օգտագործում եւ ամբողջ օրվա ընթացքում առօրյա գործառույթները կատարելիս, օրինակ վարելիս կամ մոտ աշխատանք իրականացնելիս ապահովել հստակ լավ տեսողության սրություն։ Կորեկցման տարբերակներից հիմնականում նշելու ենք 8 կորեկցման տարբերակ, որոնցից ավելի մանրամասն կանդրադառնանք կոնտակտային ոսպնյակներով շտկմանը։ Նախ ներկայացնենք ավելի պարզ ակնոցային շտկման տարբերակները։ Առաջին տարբերակը պարզապես ակնոցներից հրաժարումն է, հեռվի կորեկցիայից հրաժարումն է մոտ աշխատանքներ իրականացնելիս, որը օգտագործվում է միջին եւ թեթև աստիճանի կարճատեսություն ունեցող բուժառուների դեպքում։ Սակայն նշեմ, մեթոդի թերությունը այն է, որ այն այդքան էլ աշխատող չէ ցածր աստիճանի կարճատեսություն ունեցող բուժառուների դեպքում եւ երբեմն անհարմարություն է պատճառում պացիենտներին, քանի որ ամեն անգամ մոտ աշխատանք իրականացնելիս հարկավոր է հանել ակնոցները։ Հաջորդ տարբերակը առանձին եւ հեռվի եւ մոտի տեսողության ակնոցների օգտագործումն է, որը եւս իր անհարմարություն ունի, քանի որ տարբեր հեռավորությունների վրա աշխատանք իրականացնելիս պետք է փոփոխել ակնոցները։ Մյուս ակնոցային շտկման տարբերակը բիֆոկալ ակնոցներն են, որոնց վերևի հատվածում ապահովում են հեռվի տեսողությունը, ներքևի հատվածում մոտի տեսողությունը։ Կրկին հաճախ օգտագործվող տարբերակ է, սակայն թերությունը կայանում է նրանում, որ արտահայտված բաժանարար գոտի առկա, որը կարող է հանգեցնել պատկերի ցատկին։ Մյուս տարբերակը պրոգրեսիվ ադիտացիոն ոսպնյակներով ակնոցների կիրառումն է, որը ապահովում է բոլոր տարածությունների վրա հստակ տեսողության որակ, սակայն ավելի բարձր է արժեքը, որոշ բուժառուների համար դա հարմար չէ, պահանջում է ադապտացիոն շրջան անցնել եւ կարող է սկզբնական շրջաններում նաեւ ծայրամասային աղավաղումներ առաջացնել, սակայն պրեսբիոպիկ միոպների դեպքում ամենահաճախ ակնոցային շտկման տարբերակն է հենց պրոգրեսիվ ակնոցների կիրառումը։ Մյուսը որպես միջանկյալ տարբերակ կարող ենք ընտրել եւ կոնտակտային ոսպնյակներով եւ ակնոցային շտկման զուգորդումը, երբ որ հեռվի տեսողությունը կորեկցվում է կոնտակտային ոսպնյակներով, իսկ մոտ տարածության աշխատանք իրականացնելու համար բուժառուները ունենում են մոտի տեսողությունը շտկող ակնոցներ, ինչը եւս ամեն դեպքում չի ապահովում ակնոցներից լրիվ անկախություն եւ որոշ բուժառուների համար պարզապես հարմար չի լինում։ Մյուս տարբերակը անցնենք կոնտակտային ոսպնյակներով շտկմանը։ Առաջին տարբերակը մուլտիֆոկալ կոնտակտային ոսպնյակների օգտագործումն է։ Մուլտիֆոկալ կոնտակտային ոսպնյակները ունեն բազմաթիվ գոտիներ տարբեր հեռավորությունների վրա տեսողությունը հստակ ապահովելու համար։ Իրենք ապահովում են լավ կոսմետիկ տեսք, հարմար են ակտիվ ապրելակերպի համար, որևէ ակնոցային կորեկցիա չեն պահանջում եւ պահպանում են բինոկուլյար տեսողությունը, ինչպես նաեւ ստերեոպսիսը, խորության զգացողությունը եւ երկու աչքն էլ հավասարապես մասնակցում են տեսողության ապահովմանը, սակայն իրենց հերթին ունեն կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք կարող են լինել կոնտրաստային զգացողության նվազումը, երեկոյան ժամերին հատկապես լուսարձակումների, լույսերի, շողքերի առաջացումը, որոնք կարող են խանգարել վարելու գործընթացին, ավելի երկար ժամանակահատվածում ադապտացիոն շրջան են բուժառուները անցնում եւ պահանջում են մանրակրկիտ խնամք եւ զգույշ տեղադրում կոնտակտային ոսպնյակների։ Հաջորդ տարբերակը մոնովիժն կոնտակտային ոսպնյակներն են, որոնց դեպքում դոմինանտ աչքը կորեկցվում է հեռվի տեսողության համար եւ ոչ դոմինանտ աչքը մոտի տեսողությունն ապահովելու համար։ Դա շատ ավելի հարմար էֆեկտիվ տարբերակ է։ Բուժառուները հիմնականում հարմարվում են տեսողությանը եւ առավել հարմար է այն բուժառուների համար, ովքեր դժվարանում են ադապտացիան անցնել մուլտիֆոկալ կոնտակտային ոսպնյակների դեպքում, սակայն իրենց գլխավոր թերությունը այն է, որ իրենք չեն ապահովում ստերեոպսիսը եւ դիտվում է բինոկուլյար տեսողության նվազում։ Որպես համեմատական բնութագիր երկու դեպքում էլ տեսնում ենք, որ եւ հեռվի եւ մոտի տեսողությունները հստակ շտկվում են, սակայն ինչպես եւ նշեցինք, մուլտիֆոկալ կոնտակտային ոսպնյակներն ավելի հարմար են ակտիվ կենսակերպամ երկար ժամանակ համակարգչային աշխատանք կատարողների համար, ավելի հաճախ վարող բուժառուների համար, որոնք պահպանում են բինոկուլյար տեսողություն եւ ստերեոպսիսը։ Եվ մոնովիժն տարբերակներն ավելի հարմար են այն բուժառուների համար, ովքեր դժվարացել են ադապտացվել մուլտիֆոկալ կոնտակտային ոսպնյակներին եւ ում համար այդքան առաջնային պահանջ չէ ստերեոպսիսի պահպանում օրինակ։ Տարբերակներից շտկման կարող ենք նշել նաև ռեֆրակտիվ վիրահատությունների իրականացումը, օրինակ լեյզիկ տարբերակը կամ ներակնային ոսպնյակների փոփոխումը։ Իրենք մշտական արդյունք են ապահովում եւ հեռվի տեսողության շտկման եւ մոտի տեսողության շտկման համար, սակայն ինչպես եւ բոլոր վիրահատական միջամտությունը կրում են իրենց վիրահատական ռիսկերը, հատկապես կարճատես պացիենտների համար ցանցաթաղանթային բարդություններ կարող են առաջանալ։ Ինչպես ենք ընտրում լավագույն կորեկցիան։
Պետք է պարտադիր հաշվի առնել բուժարուի կարճատեսության աստիճանը, պրեսբիոպի տարիքը, պրեսբիոպիայի ծանրությունը, համապատասխան բուժարուի մասնագիտությունը, բուժարուի նախասիրությունները, հոբիները, ակնային առողջության վիճակը եւ պացիենտի նախասիրությունները։ Օրինակ, որոշ բուժարուներ առհասարակ որևէ կորեկցիայի կարիք չունեն պրեսբիոպիայի կորեկցման համար եւ ընտրում են միայն իրենց հերթի կորեկցիան հրաժարվելով նրանից մոտի տեսողությունն օգտագործելու ժամանակ։ Ուրեմն կլինիկական դեպքը ներկայացնում են կլինիկական դեպք պրեսբիոպիայի շտկումը միոպիկ բուժարուի մոտ։ Կլինիկայի ներկայացել 54 տարեկան տղամարդ, կանգնվելով մոտի վատ տեսողությունից։ Անամնեզում նշում է մանուկ տարիքից միոպիայի արկայություն, որը շտկվել է միայն կոնտակտային ոսպնյակներով եւ պահանջում է ապահովել adekvat մոտի եւ հեռվի կորեկցիա բացառապես կոնտակտային ոսպնյակներ օգտագործելով։ Նախ կլինիկական հետազոտությունը սկսել ենք ռեֆրակցիայի որոշմամբ եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Օբյեկտիվ ռեֆրակցիան որոշվել է ավտորեֆրակտոմետրիայով, ըստ որի աճ-աճքում ունենք -4 սֆերա, -0.5 ցիլինդր աքսիսը 175 աստիճանում, ձախ աճքում -2.25 դիոպտրիա սֆերա, -1 դիոպտրիա ցիլինդր 40 աստիճանում եւ փորձնական ապակիների հիման վրա ի վերջո հանգել ենք սուբյեկտիվ ռեֆրակցիային, որը աճ-աճքում եղել է -4 դիոպտրիա, սֆերա, -0.25 ցիլինդր 170 աստիճան եւ ձախ աճքում -1.75 սֆերա, -0.75 ցիլինդր 35 աստիճան անկյան տակ։ Ապահովել է 100% հեռվի տեսողություն, հստակ հարմար հեռվի կորեկցիա։ Հաջորդիվ իրականացվել է բինոկուլյար բալանսի ստուգում, ըստ որի որևէ անհավասարակշռություն ակնային չի հայտնաբերվել, երկու աչքներ հավասարապես մասնակցել են ակոմոդացիոն գործընթացին։ Իրականացվել է նաև մոտի ադիտացիայի որոշում համապատասխան բուժարուի տարիքին, աշխատանքային 40 սմ հեռավորության համար, երկու աչքում հարմար մոտի տեսողություն ապահովել է +1.5 դիոպտրիա ադիտացիոն ոսպնյակներով։ Իրականացվել է նաև ակնային դոմինանտության որոշում ֆոգինգ մեթոդի միջոցով եւ ի հայտ է եկել աջ ակնային դոմինանտություն։ Հաջորդիվ իրականացվել է բիոմիկրոսկոպիա, ըստ որի առաջին եւ հետին սեգմենտներում որևէ ակնային պաթոլոգիա չի հայտնաբերվել եւ ներակնային ճնշումը եղել է նորմայի սահմաններում, ըստ հաջորդ քայլը եղել է մուլտիֆոկալ կոնտակտային ոսպնյակների նշանակումը հենց ինքնին։ Այս դեպքում որոշել ենք յուրաքանչյուր աչքի սֆեր էկվիվալենտը հաշվի առնելով վերտեքսային տարածությունը, ըստ որի վերջնական կոնտակտային ոսպնյակների նշանակումը եղել է աջ աչքում -3.75 դիոպտրիա կոնտակտային ոսպնյակ, ավելացնելով նաև +1.5 ադիտացիա, եւ ձախ աչքում -2 դիոպտրիոն կոնտակտային ոսպնյակ +1.5 ադիտացիայով։ Տեղում փորձնական ոսպնյակները ապահովել են հստակ կենտրոնական տեղակայում, հստակ adekvat շարժունակություն, ծածկողունակություն եղջերաթաղանթի, հարմար են եղել բուժարուի համար, ապահովել են եւ հեռվի եւ մոտի հստակ տեսողություն։ Բուժարուին ուղղորդվել է կրել ոսպնյակները 2 շաբաթվա ընթացքում եւ մոտենալ հերթական այցի։ Հերթական այցի ընթացքում, անկախ նրանից, որ բուժարուի մոտ հայտնաբերվել էր եւ մոտի եւ հեռվի հստակ կորեկցիա, բուժարուն գանգատներ էր նշում, որոնցից են հեռվի տեսողության պարբերաբար խավարում, երկայնության նվազում, տատանումներ հեռվի եւ մոտի միջև փոփոխություն իրականացնելիս եւ ադապտացիայի դժվարացում։ Այս բարակայում որպես ալտերնատիվ կորեկցման տարբերակ բուժարուին առաջարկվեց մոնովիժն կոնտակտային ոսպնյակների օգտագործումը։ Քանի որ նախորդ որոշվել էր աջ դոմինանտություն, աջ աչքում ընտրվեց -3.75 դիոպտրիոն ուժով կոնտակտային ոսպնյակ հեռվի կորեկցիան ապահովելու համար եւ ձախ աչքում ոչ դոմինանտ աչքում -0.5 դիոպտրիոն ուժով կոնտակտային ոսպնյակ մոտի կորեկցիան ապահովելու համար։ Բուժարուին նշվեց 1 շաբաթ կրել տվյալ կոնտակտային ոսպնյակները վերադառնալ հերթական այցի։ Հերթական այցի ընթացքում բուժարուն նշում էր հստակ պահպանված հեռվի տեսողություն, հարմարավետ մոտի տեսողություն, երեկոյան ժամերին վարելուն խոչընդոտող սիմպտոմները առհասարակ վերացել էին եւ բուժարուն առհասարակ բավարարված էր վերջնական ընտրությամբ։ Անկախ այն փաստից, որ սպասելի են սերոպսիսի նվազումը եւ բինոկուլյար ֆունկցիայի խաթարումը, իրենք որևէ գանգատներ չէին առաջացնում տվյալ բուժարուի մոտ։ Ոստի կարող ենք հանգել այն փաստին, որ երկու ոսպնյակներն էլ միանշանակ ապահովում են եւ հեռվի եւ մոտի հստակ տեսողության կորեկցիան, սակայն թե որ տարբերակն է ընտրվելու բուժարուի կողմից կախված է իր նախասիրություններից, ադապտացիայից, իր մասնագիտությունից, օրվա ընթացքում
գործունեությունից, թե ինչպես է իրականացվելու եւ անկախ նրանից, որ մուլտիֆոկալ կոնտակտային ոսնակները ավելի շատ առավելություններ ունեն եւ իրենց թերությունները շատ ավելի քիչ են հանդիսանում, հանդիպում մեր բուժարուի դեպքում օրինակ ավելի հարմար վերջնական որոշում ընտրվեց որպես monovision կոնտակտային ոսնակներով շտկման տարբերակը։ Շնորհակալություն Անժելա։ Հետաքրքիր զեկույցի համար, որը հազվադեպ է հանդիպում, եթե դամարան ինչ-որ հարցիկ ունի, խնդրեմ։ Շնորհակալություն շատ համապարփակ պրեզենտացիայի համար։ Այստեղ շատ փաստեր պետք է հաշվի առնենք, երբ խոսքը գնում է պրեսբոպիկ պացիենտի համար, որը առաջի անգամ է դիմում ակնոց ստանալու համար, այստեղ պետք է մի փոքր եւ ակնաբուժ լինեք եւ հոգեբան, որովհետեւ երբեմն պացիենտները չեն ուզում ընդունել, որ իրենք են վիճակում են եւ սրա կարիք ունենալու են այս շտկման։ Կան նոր տեսակի լինզաներ, ասֆերիկ ուրեմն ակնոց են, որոնք կարծում եմ այստեղ էլ հասանելի են, որտեղ չկա այդ բիոֆոկալի գիծը, բայց ունեք ավելի լայն կորիդոր, քան ասենք պրոգրեսիվ ակնոցում են եւ դրանք ավելի մինչև պլյուս 1,25-ի պարագայում ավելի հարմարավետ են այն պացիենտների մոտ, ում մոտ նոր է զարգանում պրոքսիան։ Ու նաև ցածր դոզով պիլոկարպինը եւ բրոմադինը ցածր դոզաներով դա իհարկե ռիսկեր ունի, ունեք նեղացում, ուրեմն բբերի այդքան շատ լույս չի մտնում եւ կա այստեղ ռիսկը կա նաեւ ցանցաթաղանթի հետ կապված խնդիրների եւ աչքերի հոգնածության, բայց այն պացիենտները, որոնք այս միջոցից օգտվում են, իմ փորձերով կարող եմ ասել, որ նրանք բավարարված են լինում։ Monovision-ի պարագայում այն լավ աշխատում է, եթե ճիշտ պացիենտին եք ընտրում։ Այստեղ պետք է շատ զգույշ լինեք պացիենտին ընտրելիս։ Ես անձամբ տեսել եմ, ունեցել եմ շատ պացիենտներ, ովքեր monovision պարագայում ավելի լավ են իրենց զգում, որովհետև նրանք, եթե իրենք ունենում են աչքերի հոգնածություն կամ բինոկուլյար ուրեմն տեսողությունն է տուժում, արդեն կարող են մոդիֆիկացված monovision-ին անցնել, որտեղ մի աչքը հեռու ուրեմն տեսողության համար է, մյուսը միջին եւ մոտիկ տեսողության համար, ու երբեմն նրանք ստիպված են լինում նաև ակնոց կրել, այդ օգնոցը օրինակ կարող են նրանց օգնել վերականգնել այդ բինոկուլյար տեսողությունը որոշ դեպքերում, եթե նրանք ասենք մեքենա են վարում կամ եթե երկար աշխատում են համակարգչի մոտ, ինչևէ այս ամեն ինչը կախված է առանձին անհատապես պացիենտից, ու եթե դուք կարողանում եք ձեր պացիենտի հետ աշխատանքում մտերմանալ, կարող եք ավելի ճիշտ գտնել այդ կորեկցիայի չափերը, կորեկցիայի տեսակը։ Մեր պացիենտի ընտրությունը շատ դրա համար շատ յուրահատուկ պացիենտ էր, հազվադեպ այդպես լինում, դրա համար էլ որոշեցինք ներկայացնել, մեր փորձի մեջ էլ դա շատ հազվադեպ է լինում, որտեղ սովորաբար մուլտիֆոկալներին աշխատում ենք հարմարեցնել, բայց տվյալ դեպքում պացիենտը շատ կտրականապես, քանի որ վարելու ժամանակ կտրուկ ինչ-որ խնդիրներ էր առաջացել եւ մի քիչ վախն էլ մտել էր մեջը եւ դրա համար, բայց հրաժարվեց նաեւ ակնոցի կրելուց, որտեղ ամբողջ կյանքում կոնտակտային ոսմյակներ էր կրել, չէր պատկերացնում իրեն նույնիսկ մոտիկի համար ակնոց կիրառել, դա ընդհանրապես հանված էր իր հտքից, դրա համար մենք փորձեցինք այդ տարբերակը, թե նա, քանի որ դա վերջին տարբերակն էր, դրա համար մտածեց, որ պիտի հարմարվի եւ մենք համոզված ենք, որ դա դժվար տարբերակ էր, բայց առաջարկել ենք, եւ որ քանի դեռ լավ է ստացվել, դրա համար որոշեցինք, դա հազվադեպ է լինում, դրա համար որոշեցինք ներկայացնել։
ճիշտ է, ստերեոտեսողության, այդ միջանկյալ տեսողության, բայց ինքը չէր կենտրոնանում երևի, քանի որ դա իրան արդեն ինչ-որ ձև փրկել էր բոլոր այդ իրական գատներից, դրա համար նա այդ դրա վրա չկենտրոնացավ, մենք էլ շատ դրա մասին իրան չխոսեցինք իր հետ։ Այդպես մեր հաջողված դեպք ուզեցինք ներկայացնել։ Շնորհակալություն, Անժելա, որ լավ ներկայացրեցիր պացիենտի բոլոր հնարավորությունները։ Սա շատ լավ ուսուցողական դեպք է։ Պրեսբիոպիայի թեման շատ կարևոր թեմա է։ Կա երկու տեսակ մարդկանց։ Մարդիկ, ովքեր մտածում են, որ պրեսբիոպիան կարևոր չէ, ու մարդիկ, ովքեր պրեսբիոպիա ունեն։ Պրեսբիոպիան հիվանդություն չէ։ Եվ կարծում եմ դոկտոր Պետրոսյան շատ ճիշտ ասեց, որ լուծումները տարբեր են։ Ես Monovision-ի մասին ավելի դրական բան կասեմ, որտեղ ես ինքս դրանից օգտվում եմ, երբ ես վիրաբուժություններ եմ անում, ես Monovision եմ օգտագործում եւ ես այնպես եմ անում, որ այդ մանրադիտակում իմ միոպիկ աչքով դա կորեկցվի եւ այդ դեպքում արդեն բինոկուլյար տեսողություն եմ ունենում։ Երբ ուզում եմ ավելի մոտ տեսնեմ, եթե ասենք հեռանում եմ մանրադիտակից, կարող եմ տեսնել այս թղթերը դրանցված գրածը։ Monovision-ը այդ առումով շատ լավ է։ Ու նայեմ ես երբ չեմ աշխատում, այլ Monovision լինզաներ օգտագործում եմ։ Կան նաև աշխատանքներ, երբ ես Monovision չեմ օգտագործում, կարելի է այդ լինզաները առաջուհետ տանել, փոփոխել։ Ու պետք է յուրաքանչյուր պացիենտի պարագայում հասկանալ, որ դեպքերն են, որ երբ նրանք կարող են ցանկանալ կամ չցանկանալ այդ Monovision-ը։ Եվ երբ օրինակ կատարակտի դրահատություն են կատարում, երբ կատարում ենք տեսողության մշտական կորեկցիա իմպլանտների միջոցով։ Ես հաճախ կատարակտով պացիենտներին ասում եմ, որ փորձեք Monovision-ը, եթե դա չաշխատի, կարող եք վերականգնել, բայց իմ պացիենտների 90%-ը երբ իմպլանտացիան կատարում ենք լինզաների ու երբ սկսում ենք Monovision-ից, երբ նրանք հասկանում են, դա իրենց ինչ կարող է տալ, նրանք ուզում են դա պահպանել։ Ճիշտ պայմաններում, եթե ճիշտ ակնկալիքները ձևավորենք մարդկանց մոտ, նրանք կարող են շատ լավ ադապտացվել Monovision-ին ու հատկապես եթե դրա իրենց աչքերի միջև մեծ տարբերություն չկա, երբ մեծ կորեկցիա չի պահանջվում, շատ լավ պրեզենտացիա էր եւ շատ լավ քննարկում, շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն եմ հայտնում նախ մեր ամբողջ լսարանին առցանց հանդիպման համար, մեր ժամանակ տրամադրելու համար եւ քննարկման համար մեր բժիշկներին Գյորգ Հովհաննիսյանին, դոկտոր Թամարա Պետրոսյանին, իրենց մասնագիտական փորձը, իրենց միջազգային այդ համագործակցությունը, այսպես ասած, ներկայացնելու համար եւ հետո շնորհակալություն եմ հայտնում շատ մեր առաջին տարվա կլինիկական օրդինատորներին, որովհետեւ իրենց համար նախ դժվար էր առաջի անգամ այսպիսի, քանի որ առաջին տարվա ընթացքում են անցնում օպտոմետրիայի առարկան, կլինիկական օրդինատորայի ընթացքում իրենց մի քիչ ավելի դժվար էր, հուզվում էին, բայց ամեն ինչ ինձ թվում է լավ էր, կարողացան ներկայացնել, ասել իրենց ասելիքը, շատ շնորհակալություն բոլորին եւ նաեւ խնդրում եմ, որ բոլորը ակտիվ մասնակցեն մեր նախատեստին, պրետեստի, պոստտեստերին, որովհետև մենք այդպես կարող ենք իմանալ մեր լսարանում ինչ բացեր կան, ինչի վրա կարող ենք ավելի շատ, հատկապես կլինիկական օրդինատորայի ընթացքում շեշտը դնել, որպեսզի մեր ուսանողները նոր զարգացող օպտոմետրիայում Հայաստանում ավելի կարողանան մասնակցել եւ ճիշտ գնահատել ռիֆրակցիոն բոլոր խանգարումները եւ ճիշտ շտկումը կազմակերպել բոլոր եւ ոչ պրեսբիոպիկ եւ պրեսբիոպիկ պացիենտներին։ Ես կարծում եմ մենք հիմա երևի կսկսենք ոստեստը, իսկ ես կօգտագործեմ այդ հնարավորությունը, որպեսզի շնորհակալություն հայտնեմ, իրապես շատ կարևոր է նշել, որ մենք այստեղ ունենք որպես զեկուցողներ առաջին տարվա կլինարդինատորներին եւ ես
Գնահատում եմ, որ իրենք կարողացան առանց ուզում եմ շնորհակալություն հայտնել իհարկե Տիկին Մելիքյանի ով վարեց այս Grand Round-ը անկասկած մեծ շնորհակալություն է Ջոն Հովհաննիսյանին ով հնարավորության դեպքում միշտ մասնակցում էր մեր Grand Round-ներին եւ փորձում է խրախուսել մեր հայ ակնաբուժներին մասնակցել այդ Grand Round-ներին, որովհետեւ այս հնարավորությունը իսկապես բացառիկ է, հնարավորություն է տալիս լսել տարբեր մասնագետների, տարբեր ուղղությունների, տարբեր երկրներից եւ այսպեսով հարստացնել եւ գիտելիքները եւ փորձը։ Օգտվելով այն առիթից, որ Թամարա Պետրոսյանը այստեղ է արդեն գրեթե մեկ ամիս եւ ցավոք սրտի մեզ լքում է վաղը, ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել ամբողջ անձնվեր աշխատանքի այն դասընթացի, որ մենք իրականացրեցինք այս ժամանակ եւ դասընթացից բացի արեցինք եւ շատ կարեւոր աշխատանքներ, համոզված եմ եւ մեր աշխատանքը կշարունակի, շնորհակալություն։ Շատ լավ ծրագիր էր առաջին տարվա կառավարությունը շատ լավ աշխատանք են կատարել եւ ես երկու ամսից կարծում եմ կանենք Հայաստանում շնորհակալություն Այժմ Անժելան կկարդա հետ տեստը Խնդրեմ Անժելա Հարց առաջին ավտոռեֆլեկտրոմետրիայի վերաբերյալ որ պնդումն է ճիշտ չոր աչքով պացիենտների դեպքում այն միշտ ճշգրիտ է արդյունքային թաղանթի անգարյունությունը կարող է նվազեցնել չափումների հուսալիությունը այն ամբողջությամբ փոխարինում է սուբյեկտիվ ռեֆրակցիային չոր աչքը չի ազդում չափումների վրա Monovision շտկման դեպքում երկու աչքերն էլ շտկվում են հեռավոր տեսողության համար, երկու աչքերն էլ շտկվում են մոտ տեսողության համար, մեկ աչքը շտկվում է հեռավոր, իսկ մյուսը մոտ տեսողության համար, միշտ անհրաժեշտ է օգտագործել պրոգրեսիվ ակնոցներ։ Monovision-ի համեմատ մուլտիֆոկալ կոնտակտային լինզաները սովորաբար ապահովում են ավելի լավ բինոկուլյար տեսողություն եւ ստերեո տեսողություն, ավելի լավ կոնտրաստային զգայունություն բոլոր պացիենտների մոտ, հարմարեցման անհրաժեշտություն չեն պահանջում եւ ապահովում են միայն հեռավոր տեսողություն։ Որ պացիենտն է ավելի հավանական, որ ավելի մեծ օգուտ կստանա մուլտիֆոկալ կոնտակտային լինզաներից, քան monovision-ից։ Պացիենտ, որի առօրյա գործունեության համար անհրաժեշտ է բարձր մակարդակի ստերեո տեսողություն, պացիենտ, որն ունի միայն մեկ ֆունկցիոնալ աչք, պացիենտ, որը չի ցանկանում ունենալ բինոկուլյար տեսողություն, պացիենտ, որն ունի արտահայտված կատարակտ։ Չբուժված չոր աչքով պացիենտների մոտ ռեֆրակցիայի որ փոփոխությունն է առավել հաճախ հանդիպում։ Կայուն եւ կրկնելի ռեֆրակցիա, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ ռեֆրակցիայի տատանումներ, միայն պրոգրեսիվ հիպերմետրոպիա, ակոմոդացիայի լիակատար կորուստ։ Այս բոլոր շնորհակալությունների հետ միասին նաև շնորհակալություն հայտնենք մեր ունկնդիրներին եւ ունենանք, որ իրենց համար հետաքրքիր էր եւ կշարունակեն մասնակցել մեր Grand Round-ներին։